ոնց ես քեզ զգում հանգուցյալ։ Ոնց պետք է զգամ։ Սա մարմինս ցավում է։ Դե ամեն ինչ պետք էր նենց անել, որ նատուրալիստական լիներ։ Ցոլակ իսկական վարպետ է, հա։ Նենց արել, որ ոչ մի մաս չես կոտրել, չէ։ Լսի, այդ դեղը որ տվել է, կարող է վտանգավոր, հա։ Չէ, այնքան չէ ինչ կան, որ են մի քանի կապարից գնդակները, որոնք հիմա մարմնիդ մեջ պետք է լինեին։ Հերիքա նվնվաս։ Հա, ասեմ, որ արդեն օֆիցիալ գերեզմանել ունես։ Ահա, այդ լավ է։ Լսի, հիմա ինչ ենք անելու։ Դու դեռ ոչ մի բան չես անում։ Չէ, այսինքն մնալու ես այստեղ ու գրելու ես։ Գրել։ Ինչ։ Մեմուարներ։ Իսկ եթե լուրջ։ Ամենայն լրջությամբ։ Սկսում ես գրել ամենասկզբից։ Երբ ես ծնվել, որտեղ, մինչև այսօր, այսինքն այսօրվա իրադարձություններն են ներառյալ ու ամենայն մանրամասնությամբ։ Դե համը ձանձրույթից չես մեռնի։ Մի րոպե, դու լուրջ ես ասում։ Միանգամայն մենք գրածդ կկրկնօրինակենք, բնօրինակը կպահենք ապահով տեղ ու մի վստահելի մարդու կասենք, որ եթե հանկարծ իմ կամ քո հետ ինչ-որ տհաճ իրադարձություն տեղի ունենա, միանգամից հրապարակի։ Հա։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Այդ լավ է, որ արդեն ամեն ինչ պարզեցինք։ Ես մի հատ դուրս ընդունեմ ու գնամ աշխատանքի։ Բայց ախր այդքան գրել կլինի։ Հա, ասեմ, ու եթե թուղթը չհերիքի, կասես էլի կտամ։ Ուտելիք ունես, խմելիք ունես, չես մոռանում, որ տանը մարդ չկա։ Այսինքն այդ նշանակում է, որ առաստաղի լույսն ու հեռուստացույցը անջատած ես պահում։ Արզա։ Որա։ Ինչքան գրել կլինի։ Նվար ջան, բարի լույս։ Էմանա քեզ անհանգստացնում։ Բարի լույս Էմա ջան։ Կամ ավելի ճիշտ կլինի ձեզ բարի երեկո ասել։ Ոնց ես, առողջությունդ ոնց է։ Լավ, շնորհակալ եմ։ Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դուք ոնց եք։ Լավ։ Գիտես, պատրաստվում ենք, պատրաստությունների մեջ ենք։ Հենց հարսանիքի համար էլ զանգ եմ տվել, Նվար ջան։ Մի քանի հարց կա, որ ուզում եմ քեզ հետ ճշտել։ Լսում եմ Էմա ջան, ասա։ Դե նախ ամենակարևորը գուցեև կրկնվում եմ, բայց ուզում ենք, որ անպայման հարսանիքին ներկա լինեք։ Բայց դե գիտես, թղթաբանությունը բավականին ժամանակ է պահանջում։ Էմա ջան, չգիտեմ ինչպես ասեմ, որ ձեզ չնեղացնեմ։ Ասա ոնց որ կա։ Ես կարծում եմ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք հանգիստ ու անկեղծ խոսենք իրար հետ։ Էմա ջան, ես չեմ կարող գալ Միացյալ Նահանգներ։ Դուք շատ լավ գիտեք, Տաթևս ծննդաբերելու է շուտով։ Իսկ ես վերջին շրջանում ավելի ծանր է տանում։ Ես իրեն մենակ չեմ կարող թողնել։ Իհարկե ուրիշ խնդիրներ էլ կան, բայց դրանց մասին կարիք չկա խոսելու։ Հասկանում եմ Նվար ջան։ Կներես, բայց անցնեմ բուն խնդրանքիս, հա։ Ասա Էմա ջան։ Ճիշտն ասած, ես ովանուն մտածում ենք, թե ինչ գեղեցիկ նվեր կարող ենք պատրաստել, surprise հարսանիքի համար։ Դե մի օրիգինալ նվեր։ Մտածեցինք, թե ինչը կարող է ուրախացնել խորենին, եւ հենց խորենի խոսակցությունից էլ հասկացանք, թե դա ինչը կարող է լինել։ Միայն թե քո օգնության կարիքն ունենք, որ գործը գլուխ բերենք։ Իմ օգնության։ Հիմա կասեմ, կհասկանաս։ Ամեն անգամ, երբ որ նստում է դաշնամուրի առջև նվագելու, խոսք է բացում, հիշում հոր նվիրած գործիքը։ Ես էլ այնպես եմ մտածում, որ երևի շատ է կապնված պապայի նվիրած դաշնամուրի հետ։ Հասկանում եմ։ Դևանան էլ որոշել է ամեն գնով ուրախացնի խորենին, որ հարսանիքի օրը դաշնամուրը էստեղ լինի, հարսանեկան սրահում դրված։ Պարզ է Էմա ջան, բայց ես չեմ պատկերացնում, թե դա ոնց կարելի է կազմակերպել։ Այստեղ ոչ մի խնդիր չկա։ Վանոն բոլոր ֆինանսական հարցերը կկարգավորի։ Գիտես, տրանսպորտային ընկերություններ կան, կամփանիներ, որ զանգում ես, գալիս են տանում են։ Հենց որ դուք ոչ մի նեղություն չեք քաշի։ Դե եթե այդպես է, ես խնդիր չեմ տեսնում։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Վանոն կպայմանավորվի։ Ես կզանգեմ օրը ժամը կիմանամ երբեք տանը լինելու եւ մնացածը կկարգավորվի։ Լավ Էմա ջան, երբ որ պետք լինի զանգահարեք։ Ի վերջո դա իր դաշնամուրն է։ Ես ուրախ կլինեմ, որ հոր հիշատակը իր մոտ լինի։ Ուրեմն պայմանավորվեցինք Նվար ջան։ Մնացած բաների մասին տեղյակ կպահեմ։ Լավ, կսպասեմ ձեր զանգին։
Ստեսյուն, առողջություն եմ ցանկանում, տաթոյին էլ շատ բարևեք, առողջություն ցանկացեք, հա, նվար ջան, մի բան էլ, շատ եմ խնդրում ինձ ճիշտ հասկացի, եթե որևէ բանի կարիք կունենաք, խնդրում եմ մեզ տեղյակ պահեք, որևէ հարցում, առանց քաշվել։ Շնորհակալ եմ Էմմա ջան, առայժմ։ Ինչ եղավ։ Որս ինչ վատ բան եղավ։ Ինչ վատ բան, ապեր մեկ բան հասկանամ։ Շատ վատ եղավ։ Արա ինչը վատ եղավ, վախցնում ես ինձ արդեն։ Ռուբ։ Ըննելի աղջիկը, Լիկան։ Հա, Լիկան ինչ։ Արա մի ժամ առաջ հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Բրա ոնց մահացել է։ Դա հենց աղբեր։ Այ քեզ պատմություն։ Շվարում ննացել եմ արա։ Մա չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ինչ պետք է անես, ոչ մի բան էլ չպետք է անես։ Դու вообще այդ ընտանիքի հետ գործ չունես։ Ոնց։ Ոնց գործ չունեմ, արա պետքան գնալ գալես։ Կապ չունի, Հակ։ Կարծեմ դու էիր ասում, որ այդ ամեն ինչից լավ հոտ չի գալ։ Հա, ասում էի։ Բայց հետո հասկացա, որ այս ամեն ինչի մեջ շատ փող կա։ Չեմ ուզում շանսս կորցնեմ, հասկանում ես։ Ոնց է փողը մարդուն 180 աստիճան փոխում, հա։ Ռուպերտի էլի։ Ավելի լավ արի մտածենք ինչ պետք է անենք։ Ինգեր ես սենց եմ հասկանում, նախ ես ինքնագործունեությանը պետք է վերջ տաս։ Հետո բոլոր դեպքերում հիմա պետք է գնամ Վանոյի մոտ կանչել։ Ընդեղ էլ իրան լուրը կասենք ու ռեակցիան կտանենք։ Հեսա շուտ հագնեմ դուրս գանք։ Ես ինչ արեցի։ Ես ինչ սարքեցի իմ գլխին։ Չէի պատկերացնում, որ սենց արագ կստացվի։ Լավ, էս սենց, բա հետո։ Ինչա հետո։ Տակ ու արմարավետ տեղավորվել ես։ Սպասի մինչև հաջորդ քայլի ժամանակը կգա։ Հա? Ոսո, կարող է ամուսնանաս տիկնոջ հետ։ Չէ, այդ արդեն ավելորդ կլինի։ Հանգիստ փողերը պիտի քաշել, ու հետո տյու-տյու։ Էս մի պատճառը գտար, բա հետո ինչ ես օրինելու։ Լավ, ժամանակը ցույց կտա։ Այ բեմը լավ դերասան ա կորցրել։ Կարող է Տիկին Ալմաստյանի փողերը տանենք ու օգտագործենք դերասանական կարիերա անելու համար։ Անհարմար բան ստացվեց, Հովսեփ։ Հաշվից վրա բավականաչափ գումար չկար։ Հարսանիքի հետ կապված ծախսեր էի արել, այստեղ $4000 պակասում է։ Բայց մի անհանգստացիր։ Ես վաղը Կարենից կվերցնեմ ու կգամ։ Ոչինչ, Նինա։ Այսքանն էլ բավական է։ Ու ես անչափ շնորհակալ եմ քեզ։ Մնացածը կփորձեմ ինքս պարտքով վերցնել։ Ոչ մի դեպքում։ Ինչ պարտք։ Ես քեզ ասում եմ, վաղը այդ գումարը կունենաս։ Ոչ մեկից հարկավոր չի պարտքանել։ Դե ի վերջո, եթե գումար էլ չլինի, զարդերցս մեկը կվաճառեմ։ Դե իսկ հիմա ինձ տուն տալ, դու էլ գնա բանկում ուծելու այդ գումարը։ Ինձ թվում է մեկ օր բանկը կհամբերի։ Ալո։ Ես եմ։ Լսում եմ։ Կարծում եմ շաբաթվա վերջում ամեն ինչ պատրաստ կլինի։
Սպասում եմ փաստաթղթերին։ Իսկ ով է ինձ դիմավորելու։ Կարծում եմ ինքս էլ կդիմավորեմ։ Շատ լավ։ Երեխային կարող եք գալուս օրը ուղարկել։ Վստահ ես, որ արդեն ժամանակն է։ Հա, մեր աղջկան պետք չի նեղացնել։ Նա մեզ դեռ պետք է գալու։ Լավ, հասկացա։ Այսքանը։ Ժամանմանը օրն ու ժամը նախապես կասեմ։ Սպասում եմ։ Նիկ բարի օր։ Դե ամոր դու ես։ Ապեր ոնց ես։ Լավ ապեր, ինչ կա։ Պետք է հանդիպել խոսալու բան կա։ Լավ բան է։ Ապեր հետաքրքիր ինֆո ունեմ քո համար։ Ապեր ես այդ գործի մեջ էլ չկամ։ Չէ, ապեր ինչ չհասկացար։ Խաղ չկա, պրոստը թեմա կա խոսալու։ Լավ ապեր, արժի։ Երբ ուզում հանդիպենք։ Դե ինչքան շուտ այնքան լավ ապեր։ Աղիրիկում կարանք միտեղ հանդիպենք։ Բայց շատ շուխորոտ տեղ չլինի։ Դե լավ այլ ապեր։ Շուխրոտ տեղը մեզի կողքից ոչ մեկ չի լսի։ Քանիսին ես ուզում։ 9-ին լավ է ապեր։ Կարծում եմ որ հա ապեր։ Բայց մերդ որ մի 10 րոպե ուշանամ կսպասես։ Հարց չի, դե պայմանավորվեցինք ապեր։ Բայ։ Հայ բալես։ Ոնջան։ Ոնց ես։ Լավ, ես ինչ ես բերել։ Ես չլի համով բաներ ես բերել։ Վայ, քորանամ, երեխի սիրտ ուտելու բան ուզում։ Չէ, ուտելու բան չկա։ Քեզ համար բաներ եմ բերել, որ փորձես։ Ինչ փորձեմ, մա։ Հիշում ես մեր հին հարևան Վարսիկին։ Ինքը զանգեց, թե իրենց խանութում սել է։ Ասեց արի, ինչ որ ուզում ես վերցրու։ Ես էլ գնացի, գիտեի, որ դու հետս չես գա։ Հա, էլի չէի գա։ Հիմա շորեր եմ բերել, վերնաշապիկ եմ բերել, շալվար եմ բերել, որ փորձես տեսնենք, որը կլինի, որը չէ կտանեմ հետ կտամ։ Դե ցույց տու մամ սպանիր։ Այսի հատուկ նշանդերեկիդ համար եմ արել։ Տեսել։ Էս սպիտակը նորմալ է, մամ։ Հակրած տեղ ունեմ էթալու, էսի պետք է գա։ Այ որ մի հատ սև շալվարներ վաբշե լավ կլներ։ Հա։ Մամ, էս մոդա անցած ծառոշկեն որից ես գտեմ, հա։ Վայ, շատ սիրուն ալենց իմ կապույտը։ Էս պետք է կպանեմ։ Ահա։ Էսի կպանեմ։ Էսիլ քեզ մա։ Okay։ Մա։ Հա։ Էս օրերիկում պետք է բիձու հետ խոսաս։ Ինչ խոսեմ։ Ես Ժասմինի հետ խոսացել եմ։ Պետք է գնանք Ժասմինի ձեռը խնդրելու։ Ճիշտ ես ասում Անիկ։ Վայ։ Ապրես ցավը տանեմ։ Մամ ջան, մեր հարցերը մենք լրիվ ճշտել ենք։ Հա։ Իսկ ծնողները ո՞նց են վերաբերվում կատարվածին։ Դե Ժասմինի papan ասել է, որ աղջիկ ջան, դու ոնց ուզես, տենց էլ կլինի։ Ուրեմն քեզ ներել են։ Այդ ամեն ինչը կարևոր չի։ Կարևորն է, որ Ժասմինին սիրում է, ես էլ իրան։ Մենք պետք է գնանք իրան նշանենք։ Ամենակարևորը դա է։ Ամենակարևորը։ Մամ ջան, դու հիմա կարևորը papaի հետ պայմանավորվես, ինչու ոնց։ Ու զանգես Ժասիկի մամայի հետ, որ պայմանավորվես։ Մնացածը ուստախճոս ամեն ինչ կանի։ Հա տղես, ոնց ուզես։ Մամ խաբար ես բիձեն երբ այսօր տուն գալու։ Չէ տղես, զանգի իմացի։ Հա մամ ջան, կզանգեմ։ Մա։ Հա։ Բայց եթե դու ինձ հիմա հաց չտաս, կարող է տղեդ սովից մեռնի ու թորներ էլ չունենաս։ Վայ, երեխես սոված է։ Լավ, դու իմ բերածները նայ, ես կնամ քեզ համար հաց պատրաստեմ։ Չէ, աչքիս մի քանի հատ մոդայի ժուրնալ է պետք առնել։ Մաման տենա աշխարհով մեկ մարդիկ ինչ են ակնում։ Շնորհակալություն։ Դե վաղ կսպասենք ձեզ։ Հաջորդը։ Վերջ։ Ուռա։ Ես վերջացրի, կարող եմ գնալ։ Այո, տիկին Նազիկ, վաղվանից ձեր նորմալ ռեժիմով աշխատանքի եք։ Բա ինչ լավ է, թե չանգործու ամփող ենք մնացել։ Մի րոպե։ Սա վերջեք։
Ինչի համար։ Ձեր էսով աշխատենք։ Վերցեք։ Աստված օրհնի։ Դու աշխարհի ամենաբարի գլխավոր տնօրենն ես։ Ալո։ Անվտանգություն։ Տոլավ է։ Այդ լրիվ արդեն դերիտ մեջ ես մտել։ Սովորում ենք աշխատել, շեֆ։ Հերիքա սովորեք։ Ռոմանին ասա փակվում ենք։ Գնանք, սոված մեռանք։ Հասկացա, շեֆ։ Փակվում ենք, առնում ենք 6 կիլո խոզի չալաղաջ, իր թաշախոստով ու գնում ենք հորդ մոտ խորոված անելու։ Յա, Ռոմանը էդ էլ է հասցրել սովորացնի։ Ասա որ պրեմիա ունի իմ կողմից։ Բրանոր չէի բացատրում չալաղաջի մոմենտը։ Լավ, երկուսդ էլ պրեմիա ունեք։ Նրանք մի քիչ արագացեք, հա։ Թե չէ որ սենց շարունակվեց ոչ տնօրեն եք ունենալու, ոչ փող տնօրեն, ու ոչ էլ պրեմիա տվող։ Այսօր վերջ։ Գնացինք։ Hello. Ալո, բարի օր։ Տոնի։ Ալո, Նելի, հա, ես եմ։ Ինչ-ա պատահ ես լացում։ Տոնի։ Նա սպանեց աղջկա։ Ինչ։ Ոնց, Նելի, ինչ ես խոսում։ Լիկան, Տոնի, լիկաս մացա։ Գազանը խլեց իմ միակ սիրելի մարդուն, Տոնի։ Նելի, մի կարգին բան ասա հասկանամ, չոր լիկային բան ա եղել։ Տոնի, չես հասկանում, այդ գազանը սպանեց իմ միակ աղջկան, իր հարազատ աղջկան, Տոնի։ Դու գժվել ես, լիկան մահացել ա։ Սպանեց աղջկան, Տոնի, սպանեց։ Նելի, լսում ես, ես հենց հիմա գալիս եմ։ Տոնի, լսում եմ։ Դե լավ, ես մի քանի ժամից լսում կլինեմ։ Այս ամեն ինչի համար ես եմ մեղավոր։ Ես։ Բայց ես քեզ խոստանում եմ, Գրիգոր։ Ես քեզ կգտնեմ։ Հաստատ կգտնեմ։ Ու դու հաստատ կփոշմանես, թե ինչու ծնվեցիր։ Ես քեզ դա խոստանում եմ։ Veg, what's up? Տանդիմացը կանգնած եմ։ Okay, ապեր սպասում եմ։ Ոնց ես ապը։ Սպատիլն եմ, ապա դու նթթված ստաց եմ։ Ոչ, այսօր փարթենք էթալու։ Լավ է։ Այսօր
երկու հրեշտակետ եմ ծանոթացել, դայնա սանունդ կմոռանաս։ Okay. Շատ լավն են։ I like that a lot. Ուրեմն հիմա գնում ենք իմ տուն։ Մենք շկարքի բերենք, դրանց հետո քլաբ, հետո կեթանք իմ տուն, ու իրանց հետ մինչև էջ կտեժանք։ So full-time party, huh? Մենակ այտենց ուրիշ ոչ մի ձև։ All right, գնացինք։ Մամջան։ Նահաջան, ինչի ուշացար բալես, քեզ էի սպասում։ Լավ էլի մամ, գիտես որ Ռոմանը հետս է ու ամեն ինչ նորմալ է։ Ոյ, ֆու, ես ինչ ծխի հոտա գալիս վրայից հետ։ Արմանես դա չէին գնացել, կարտոֆիլ էինք խորովում։ Անին էլ էր հետ։ Հա մամ, Անին, Արմանի ընկերուհին, Ռոմանը։ Կարեն այսօր հորդ այցելել ես։ Հա, արդեն լավ է։ Քեզ էլ բարևում էր։ Շնորհակալ եմ։ Մամ, քո համար նվեր ունեմ։ Ինչ նվեր։ Շնորհակալություն։ Կեր։ Այ չէ Կարեն ջան, կմրոտվեմ։ Մամ, համով է, կեր։ Ասում եմ կմրոտվեմ։ Ջրերը կտրել են։ Չէ, ինչի։ Դե կեր կգնաս կլվացվես հետո։ Չէ, մերսի, շնորհակալ եմ։ Ես կուտեմ։ Կեր։ Կարեն ջան։ Հա։ Մեր օֆիսում գործերը լավ են։ Ինչի։ Կարեն ջան, գիտես, ես քեզ մի խնդրանք ունեմ։ Ասա մամ։ Დღეს ինձ մի քիչ գումար է հարկավոր։ Ցավոք հաշիվս դատարկ է։ Բա քո հաշվի գումարներն ուր են։ Կեր կարտոֆիլը համով։ Ներս անցի։ Ախպեր, ես դու ինչ ես ստե անում։ Իսկ քեզ է փագին, հա։ Բայց ո՞նց եղավ այտենց։ Բայց ձաձաշոտը ասում էր վրոձի սաղից գլխին դու ես սարքե, որ դու սմնաս։ Բայց իտոգում քեզ էլ բերեցին։ Ով ա ում պաստավ գալը։ Աշոտն է սաղից տեքցե։ Ինքն է դուսը ֆրֆռում է։ Դու ես տենց ասում։ Հա բա ճիշտ է ասում։ Այդ ոնց եղավ որ ինքը սաղից գլուխներ, մեջից ինքը մաքուր հելա, մենքը մարդ 3 սրոք գրգինք։ Բա քեզ որ դուս գտան։ Աշոտի տան մեջ։ Լավ է արա։ Արա ոնց ինձ բնիցս հանեց բերեց գցեց տե։ Բա հիմա ինչ։ Եթե բախտս բերի, ցմահ չեմ դատվի։ Բայց եթե շատ բերի։ Ես ինչ ես ասում ախպեր։ Կարող եմ մեր վրա էլ թազա սրոք ավելանա։ Նայած թե ձեր հարգելի ձաձաշոտը ինչ կգրի։ Բա դուս գալուց առաջ ասեցաղ պայմանավորվել եմ։ Արա իմ արև, բայց դու ինչ միամիտ տղա ես։ Ինքստից հելել է իրան պրծծրել է այս ամեն ինչից։ Բա հիմա ինչ ենք անելու։ Որը մի գործը դեմը տններ մեր ծանոթանայիր, կջոգեիր, որ երկու հատ տարբերակ կա։ Այդ որն է որ։ Առաջինը ամենապարզն է։ 20-ից ցմա։ Բա երկրորդը։ Երկրորդը ամենաբարդն է։ Բաբեգը։
Ախ դու։ Արա հենա ապուս, հենա կարտոս։ Grazie caffè, esatto. Es vatem, telave. Բայց շատ խմեցի։ Ես գիտեմ քեզ ինչ տապել։ Հա, ինչ ապել կապել։ Դոպինգ։ Թե չեմ ել։ Ահա հայտարարականս։ Ոչ մի դեպքով։ Երկու գիծ։ Ռեպ կդզվես։ Դու դեմ քեզ վաճա։ Հասկացում էի։ Never. Yeah. Սաշա։ Ես ինչ ձևի տղա է, ինչ ձևի տղա է, գիշերվա ժամը 2-ն չկա հլը։ Զանգել ես։ Բա ինչ եմ արել։ Զանգում եմ, զանգերից չի պատասխան։ Լավ մի հուզվի եմ ջան։ Ոնց է մի հուզվի է։ Մինչև ես վերջին դեպքերը ոչ մի բան չի մտածում, ոչ էլ անհանգստանում էի, Վանո ջան, բայց հիմա այնքան անհանգիստ եմ, Վանո։ Չգիտեմ ինչ անեմ։ Ինչա պատահել տիկին եմա։ Երևանտես տուն չի։ Ո, պարզա։ Ես այսօր ցերեկ իրան տեսել եմ։ Հա, որտեղ։ Ստեղ տան դիմաց կանգնած էր։ Ընկերը մեքենայով եկավ, իր հետ գնաց։ Ինչ եկել։ Ինչ ճանաչում, բայց իրար այնց բարելից ես հասկացա որ ընկերներ։ Բոյով տղա էր, նիար կապուտ աշկերով, հա։ Հա, ինքն էր։ Լավ պարզա եմ ջան։ Նրանք ինչ որ միտե հիմա իրար հետ քեֆ են անում, դու ստե քեզ կոտորում ես, այ կնիկ։ Բայց ինչքան հիմար տղա դուս եկավ։ Լավ չի կարելի զանգել, զգուշացնել, Վանո։ Անգստացի եմ ջան։ Առավոտյան կհայտնվի։ Դե լավ ես գնամ պարկեմ։ Գնա Խորեն ջան, գնա հանգստացի, առավոտը դու նոր գործեր ունես անելու։ Եղավ ձայզան, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Գնա բարի գիշեր։ Էմ, դու նվարդին զանգեցիր։ Զանգել եմ։ Ինքը դեմ չի։ Մենակ բանոմա, որ դու կազմակերպես այդ տեղափոխությունը։ Իմանամ կոնկրետ երբ դաշնամուրը տեղ կհասնի, ըստ դրա էլ հարսանիքի օրը կորոշենք։ Դե դու ինձ օրը ժամը կասես երբ են գնալու, որ այդ մարդկանց զանգեմ տեղյակ պահեմ։ Հա, վաղը խոսեմ ու հաստատ կասեմ օրը։ Լավ չեմ զգում, Վանո, հեչ լավ չեմ զգում, այս տղեն ինձ լրիվ ունից անելա։ Եմ ջան, մի ներվայնացի։ Վաղը գա ես իր հետ կխոսեմ։ Ոնց որ ասում են, լույսը կբացվի, բարին էլ հետ է։ Մովսիսյան բարելույս։ Շենքում ես, չէ՞։ Դե մտի մոտս։ Հետաքրքիր կլինի տեսնել ռեակցիաներդ, պարոն Մովսիսյան։ Բարելույս, ինչ կա։ Ինչ կա։ Հարցեր, ոնց որ ասում է Համլետը։ Շեքսպիր կարդացել ես։ Կինոն եմ նայել, հին սովետականը, լավն էր։ Մի ձևի վախենալու էր նկարանած։ Դե եթե կինոն նայել ես, ուրեմն հաստատ կիմանաս Համլետի հռչակավոր մենախոսությունը։ Հա, լինում է, չի լինում։ Լինել թե չլինել։ Չնայած քո ասած տարբերակն էլ կարելի է օգտագործել։ Կամ կարելի է օգտագործել, ասենք օրինակ, կստացվի թե չի ստացվի, տակից դուրս կգա թե չի գա։ Չեմ ճոգում, ով ում տակից դուրս կգա։ Մեկին ճանաչում էի, նորմալ տղա էր, կարգին ապրում էր, կարգին աշխատում, բայց ինչ որ մի պահից սկսեց ճիշտ ճանապարհից շեղվել ու սկսեց սխալ բաներ անել։ Ու հիմա մտածում եմ,
տեսնես կարողանալու է իր արածների տակից դուրս գա, թե մնալու է տակը ցավոք կորիկ գնա։ Ապր գժվել ես։ Կարգին բանասը բան հասկանանք։ Այդ ֆիլմում էլ էր, գիտես, բոլորը տարօրինակ էին վերաբերվում Համլետին։ Բոլորը հարցնում էին գժվել ես, բայց իրականում ինքը չէր գժվել։ Ու շատ լավ էր հասկանում, ով ինչ է անում, կամ ինչ է ուզում անի, ինչ է թաքցնում։ Ինչ ես ուզում ասել ես ամեն ինչով։ Չեմ ջոգում։ Կամ չես ուզում ջոգես։ Իսկ հիշում ես, թե Համլետը որտեղից էր իմացել, թե իրականում ինչ է կատարվում, ինչ են իրենից թաքցնում։ Նրան ամեն ինչ պատմել էր հոր ուրվականը։ Հիմա գլխի ես ընկնում, թե չէ։ Լավ, Մովսեսյան, գնա աշխատի։ Բայց ես քեզ խորհուրդ կտամ այսօր մի անգամ էլ կարդաս Համլետը, կամ գոնե ֆիլմը նայի, ու գիտես ինչի մասին մտածի։ Կարող ես Նազարյանին էլ ինչ-որ ուրվական հանդիպել կամ ինչ-որ բանը գրել թողել։ Ես ուզում եմ, որ մեր հարսանիքին դու լինես իմ հարսնակույրը։ Մովսեսյան, չես խմում գեղեցիկ կյանքի կենացը։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com